Տիկին Խամոյան շարունակելով գործընկերոջ սառցադրումները մեծ հաշվով օրենքի վերջնարդյունքն այն է, որ պետք է տրվի իրավական գնահատական, այսինքն ֆիքսված գնահատական, եւ դուք ասում եք, որ ընդամենը թափանցիկություն են կարողանում ապահովել։ Բերվեց փաստեր, կոնկրետ բարեվարկությունը տրվել է իր բացական եզրակացությունը եւ այս դահլիճում քվեարկվել է այդ մարդու մասին։ Այսինքն այս օրենքը թերի օրենք է, ինչքան էլ դուք պնդեք, որ կարեւոր է, այդ թափանցիկությունը կարող եք դուք էլ չհրապարակել ու քվեարկել, բայց փաստեր կա, բարեվարկության մարդու մասին տվել է բացական գնահատական եւ ստե քվեարկվել է 7 իրան եւ ինքն ընտրվել է որոշակի ձերթվարկված ցանկում եղած պաշտոններում։ Ընտրվել է փաստացի, այսինքն օրենքը պետք է ունենա վերջնարդյունքում վիճարկելու կամ գնահատելու իրավական հիմք։ Հետևաբար դա դառնում է ձևական բնույթ։ Ուղիղ ասեմ, ուղիղ բարեսպուն իմաստով բարեվարկությունը կոռուպցիայի կանխարգելումը ինչ տա, մեկը վերջնարդյունքում կա ուղիղ մանդատ ընտրություն, գաղտնի ընտրության, որի արդյունքում ընտրվելու է։ Այս օրենքը էլ որտեղ մնաց կոպիտ ասած։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ ձեր հարցի համար։ Հիշեցնեմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բարեվարկության եզրակացությունները ունեն խորհրդատվական բնույթ։ Եվ ես իմ խոսքում, որ երկար բարակ պատմում էի, որ երբ համակարգը ներդրվեց եւ սկզբում դեռևս նոր էր եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ինքն էր դեռևս գտնվում կայացման փուլում, որակյալ բովանդակությամբ բարեվարկության եզրակացություններ չէր կարողանում տալ, ինչը բավարար հիմնավոր չէր համարվում նշանակվող մարմինների կողմից դա մերժելու համար, սա մի կողմից, երկրորդը Տիկին Խամոյան խոսեց նաև պարոն Դանելյանի նշանակման մասին, որի բարեվարկության եզրակացություն Տիկին Խամոյան դրական էր, կարծում եմ ծանոթացել եք, բայց եթե դուք ունեք որևէ առաջարկ, որը ես իրական չեմ պատկերացնում ձեր հարցից, թե ինչ եք կոնկրետ առաջարկում, այդ առաջարկը ներկայացրեք, մինչև երկրորդ ընթերցումը ընկած ժամանակահատվածում կքննարկենք, բայց նորից եմ ասում, այս նախագծի նպատակը ինչն եմ ասում, թափանցիկություն ապահովել ասելով ինչ նկատի ունեմ, այն, որ եթե մարմինը, որը նշանակում է գիտի, որ հրապարակվելու է բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը, մի քիչ երկար կմտածի բացասական եզրակացությամբ նշանակելուց առաջ։ Դա նկատի ունեմ, պարոն Ղազարյան։ Համեցեք արձագանք։ Տիկին Ջուլակյան, երկար մտածելը դեռ օրենք չի։ Թող երկար շատ մտածի, բայց վերջնարդյունքում որոշում կայացնի։ Հարցս այնքան պարզ է, կոռուպցիայի կանխարգելումը տվել է բացական եզրակացություն, այս դահլիճում ընտրվում է մարդը։ Եվ ինչ տվեց դա ձեզ։ Այսինքն վիճարկում չի կարողանում վիճարկել, չի կարողանում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել բացական, ինքը լիարժեք հիմք է մարդու թեկնածությունը չառաջադրելու կամ մերժելու։ Բայց դուք բերում եք ստեղ ընտրում եք, ստեղ չկա արդյոք ակասություն իրավական առումով եւ բաց ամնում չի կարգավորում այդ խնդիրը։ Ձևական բնույթիկներ եք, փաստաթուղթ է դառնում կոռուպցիայի կանխարգելում, ասում եք երկար մտածի, բացական եզրակացությունը կտա եւ ստեղ կընտրվի այդ մարդը։ Էլուր մնաց իր տված եզրակացության չարչարանքը, այդքան փաստաթղթեր հավաքելը, չգիտեմ, մնացած գործառույթներ, հանձնաժողովի որոշումը, եզրափակիչ դրույթները մասը կգան ստեք կարդան բացական մասով դուք կընտրեք։ Ու վերջ, փակվավ խնդիրը։ Այս օրենքը դե բաց ունի, դա եմ ասում ես, այնքան պարզավոր։ Պարոն Ղազարյան, բաց չունի օրենքը, բայց եթե կարծում եք, որ ունի, նորից եմ ասում, խնդրում եմ ներկայացրեք առաջարկ։ Բայց քանի որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես արդեն նշեցի քանիցս, ունի խորհրդատվական բնույթ, չի կարող լինել պարտադիր այդ եզրակացությունը, որտեղ այդպես կստացվի, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է նշանակում կատարող մարմինը, ապա այդտեղ արդեն բացի մասին մենք չենք կարող խոսել։ Ինչևէ, եթե կարծում եք, որ այդ բացը կա, այդուհանդերձ առաջարկ ներկայացրեք կքննարկենք։ Այսքանը։ Եվ նաև կխնդրեմ վիճակագրություն, եթե կարողանաք հավաքագրել, թե քանի բացասական եզրակացության դեպքում են նշանակումներ կատարվել եւ որ մարմիններում, ավելի առարկայական կլինի մեր քննարկումը։ Շնորհակալություն։ Ագնեսա Խամոյան։ Շնորհակալ եմ, Տիկին Ջուլակյան, նախ Արմեն Դանելյանի